Բարի ողջույն իմ սիրելի առաջի դասարանցիներ, այսօր անցնելու ենք նոր հնչյուն տար, բայց մինչ հնչյուն տարին անցնելը եկեք վերհիշենք, թե ինչ ենք սովորել ամբողջ ընթացքում, չէ՞ որ մենք գնացել ենք արձակուրդներ, հանգստացել ենք և միգուցե որ մոռացել ենք, և ուրեմն եք սկսենք, այ հիշենք պատմությունը, պատմությունը ուներ բովանդակություն, ուներ սկիզբ, ընթացք, ավարտ, պատմությունը կազմված էր նախադասություններից, նախադասությունները կազմված էին բառերից, բառերը բանկերից, բանկերը հնչյուններից, նախադասությունը գրում ենք մեծատառ, վերջում դնում ենք վերջակետ, այ բառերը կազմված էին վանկերից, վանկերը հնչյուններից և հնչյունները լինում էին ձայնավոր և բաղաձայն, ձայնավոր հնչյունները անվերջ հնչում էին, իսկ բաղաձայն հնչյունները չէին կարող ինքնուրույն անվերջ հնչել և նրանց օգնության էր գալիս ձայնավորը, ձայնավորներն էին ա, ի, ու, է, օ, ը, բաղաձայն հնչյունները արտասանելիս այն երկար արտասանություն չեն կարող ունենալ, օրինակ բ, բ, բ-ին օգնության է գալիս ձայնավորը և այն արդեն կարողանում ենք երկար արտասանել, բայց ը-ի շնորհիվ, այ տեսեք, եկեք վերհիշենք մեր հնչյունները, ն, լ, է, ի, ր, կ, ս, ա, այ մենք ասեցինք է, ի, ա, այսինքն մեր այսքան սովորած տառերի մեջ է, ի, ա, երեք ձայնավոր հնչյուն արդեն սովորել ենք, մնացած հնչյունները տառերը բաղաձայններ են, ն, լ, ժ, կ, ս, մեր կովիկը շատ սոված է, եկեք արագ կերակրենք կովիկին, ն, լ, է, ի, ժ, կ, ս, ա, մենք այս բոլոր տառերը արդեն անցել ենք, հիմա փորձենք կազմել տառակապակցություն մեր անցած տառերով, նախ փորձենք դանդաղ կարդալ, ա, ժ, փորձենք երկարացնել, մարդիկ քայլում են շատ դանդաղ, ա, ժ, նորից, ա, ժ, փոխենք տառերը, ան, 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 ակ, ակ, հիմա փորձենք կարդալ արագ, հրթիռի արագությամբ, ինչպես կկարդանք հրթիռի արագությամբ, միանգամից կկարդանք երկու տառը միասին, ակ-սի, ակ-սի, միասին, ակ-սի, ակ-սի, ես չասեցի ակ, ս-ի, այլ միանգամից վերցրեցի երկու տառը և կարդացի երկուսը միասին, ակ-սի, ակ-սի, փոխենք տառերի տեղը, ստանանք մեկ այլ տառակապակցություն, որտեղ տառերը արդեն փոխված են,
կա, իս, արագ կարդում ենք, կա, իս, հրթիռի արագությամբ, կա, իս, եթե կարդում ենք դանդաղ, օրինակ, փորձում ենք կարդալ կա տառակապակցությունը, կարդում ենք դանդաղ, կա, հիմա հետ են գալիս, ակ, հասկանալի է։ Այսօր նոր հնչյուն տառ ենք սովորելու։ Այլ ես ասում եմ ընկույս, ընկնել, ընկնկնվել, ընթանալ, մեքենան ինչ արեց, ընթանցավ։ Այդ բոլոր բառերը որ հնչյունով են լսվում ձեր ականջին, որ հնչյունն է, որ հենց բառասկզբում է լսվում, օրինակ ընկույս բառում, եկեք ընկույս բառը վերածենք հնչյունների, եկեք ը, ն, կ, ու, ե, զ, առաջին բառը, հնչյունը, որ ես ասեցի, դա որ հնչյուն էր, այո, դուք չեք սխալվում, դա հնչյունն է։ Այսօր անցնելու ենք հնչյունը, տպագիր մեծատառ, տպագիր փոքրատառ, ձայնավոր հնչյուն է, արդեն իսկ դասը սկսելուց առաջ ես ասեցի, որ ձայնավորներն են ա, ի, ու, է, օ, ը, և կրկնեցի, որ բոլոր բաղաձայները միայն ձայնավորի շնորհիվ է, որ երկար են արտասանում, սա այդ նույն ն։ Սիրելի փոքրիկ, եթե դու դժվարանում ես բառի մեջ գտնես ապա բառի վերջում ավելացրու արև, դուռ, դուռը, ծառ, ծառը, էլ ինչ բառեր կարող եք ասել, նուռ, նուռը, շուն, շունը, երբ որ ուզում ենք պատմել շնի հետ կապված ինչ-որ մի պատմություն, ասում ենք, այն շունը, որ նստել էր պատի տակ, ասեցի շունը, շուն բառին ավելացրեցի ձայնավորը և դարձավ շունը։ Հիմա ստացիր նոր բառեր, սա բառ քամոցին էր, չէ՞, այսինքն կարաս